Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երգի 12-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան արդեն նկարագրում է, թե ինչպես Տեր Բրահման սկսեց իր մասնակցությունը տիեզերքի արարման մեջ։ Ամեն անգամ ես ստիպված եմ հիշեցնել քննարկվող թեման, որ մենք այս պահին տեսეთ ուսումնասիրում ենք արիացիների կարևորագույն գաղափարներից մեկը։ Որն է այդ գաղափարը։ Այդ գաղափարը ինքը կայանում է նրանում, որ Գերագույն Աստծո անձնավորությունը նյութական աշխարհը արարելիս ընդհանրապես իր համաձայնությունն է տալիս, որպեսզի այն կենդանիակները, որոնք չեն ուզում ապրել այն աշխարհում, որտեղ մտադրությունները ներդրված են Գերագույն Աստծո անձնավորության կողմից, եւ ուզում են ունենալ հնարավորություն իրար մեջ պայքար մղել ավելի կարևոր տեղի համար, այսինքն չեն բավարարվում իրենց տեղից, իրենց դիրքից հոգևոր աշխարհում, եւ ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը տալիս է իր համաձայնությունը եւ որպես այդ համաձայնության ապացույց տրամադրում է կենդանիակներին տարածք, որը եւ մենք կոչում ենք նյութական աշխարհ։ Եվ այդտեղ ինքը նախատեսում է մի շատ կարևոր սկզբունք, որ եթե արդեն դուք ուզում եք ունենալ ձեր աշխարհը, եւ ինքը այդպես չի էլի, որ ինքը պրիմիտիվ կամ, չգիտեմ, տգետ ազնվորություն է, երբ որ կենդանիակի մեջ այդ ցանկությունը առաջանում է, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ լավ հասկանում է, թե դա ինչպես է արտահայտվելու եւ ինչով է վերջանալու։ Այսինքն ինքը հասկանում է, որ այդ մրցակցության տրամադրությունների մեջ կենդանիակը վերջնականում գալու է, կենդանիակները վերջնականում գալու են իրար հետ թշնամանքի դաշտ։ Եվ այդ պատճառով ինքը սահմանում է 3 գլխավոր սկզբունքը, որ կենդանիակը ինքը ոչ թե միայն կանի այն ինչ ուզում է, այլ եւ կվարձատրվի համապատասխան նրան, թե ինչ է արել։ Եվ եթե ինքը, ասենք, պահպանել է բարիությունը ուրիշ կենդանիակների հանդեպ, ապա ինքը կվայելի դրախտային մոլորակները։ Մենք պետք է հասկանանք, որ դրախտային մոլորակները իրենք շատ խիստ տարբերվում են հոգևոր աշխարհի մոլորակներից։ Ինչով։ Դրախտային մոլորակները դրանք նյութական աշխարհում գտնվող մոլորակներ են, որտեղ ապրում են բարեպաշտ էգոիստները։ Հասկանում եք, այսինքն որոնք իրենք միևնույն է, այսպես էլի շահագրգռված են իրենց սեփական երջանկության մեջ, չէ՞, բայց արդեն պատրաստ են այդ երջանկությանը հասնել աստվածային մեթոդներով, այսինքն առանց թշնամանքի եւ առանց մրցակցության, որովհետեւ ամեն տեսակի տառապանքը այս աշխարհում, չէ, ինքը մտնում է այս աշխարհ, ուրեմն այդ երկու գործոնով՝ թշնամանքի եւ մրցակցության։ Հիմա եւ կան հոգևոր աշխարհներ, որտեղ արդեն ապրում են այն կենդանիակները, որոնք իրենք հենված են մաքուր սիրո վրա ուրիշ կենդանիակների հանդեպ, այսինքն ազատ են էգոիզմից։ Եվ հոգևոր աշխարհի սկզբունքը ինքը շատ հետաքրքիր սկզբունք է։ Ինչ են ասում արիացիները։ Սա, ասենք, հոգեբանության տեսանկյունից շատ հետաքրքիր լուծում է։ Իրենք ասում են, պետք է անել ամեն ինչ, որպեսզի բոլորը լինեն սիրո հիմքի, բոլորն ունենան սիրո հիմք, եւ երբ որ բոլորը սիրո հիմք ունեն, դա նշանակում է, որ ես մտահոգված եմ ուրիշ կենդանիակների երջանկության մասին, իսկ ուրիշները իրենց հերթին մտահոգված են իմ երջանկության մասին։ Հասկանում եք, տեսեք, երբ որ այդ սիրո գաղափարը փորձում են իրականացնել հատկապես աստվածամերժության դարաշրջանում, մենք այդպիսի բանաձև չենք ստանում, որ սիրող ազնվորությունը ինքը անպայման երջանկանում է, որովհետև իրեն էլ են սիրում։
չէ, ոչ, մենք ստանում ենք ուրիշ բանաձև։ Երբ որ մենք գործ ունենք էգոիստների հետ, էգոիստները իրանք մեզ ասում են. հա, ուզում ես սովորես սիրել, սովորի, դու սիրի, մեզ մի պարտադրի։ Իսկ մենք էլ ազատ ենք վերաբերվենք այնպես, ինչպես որ մենք ենք ուզում։ Եվ այդտեղ սիրող, ճակերտավոր սիրող, այդ սերը ինքը իրականում երբեք չի ստացվում իրականացնել։ Հասկանում եք, կամ ինքը ստացվում է իրականացնել, այսպես կարիքավորների, այսպես բոլոր իմաստերով եւ զուտ նյութական եւ հոգեբանական կարիքավորների հանդեպ, ինչու որտեղ իրանք խեղճացած են։ Եվ երբ որ մենք իրենց սեր ենք տալիս, իրանք շնորհակալ են մնում։ Իսկ մնացած բոլոր դեպքերում դա բոլորովին էլ պարտադիր չի, որ մենք համապատասխան ստանանք։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դա ամենապարզը դա երևում է տարեկան հարաբերություններում։ Երբ որ ասենք ամուսիններից ինչ-որ մեկը ինքը կարող է շատ հավատարիմ լինել, կարող է սիրել, ծառայել իր ընտանիքին, ամբողջովին տրվել եւ վերջում մնալ դավաճանված։ Հասկանում եք։ Այսինքն սա իրանք շատ կարևոր բաներ են։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ բարձ օրենք է հաստատում։ Ինքը ասում է միևնույն է, ուտր ասում են ռեսուրսը տրամադրողը ես եմ, միևնույնն է դուք իմ մասնիկներն եք, այսինքն միևնույնն է ինձ ենթակա եք։ Ուրեմն օրենքը լինելու է այսպես. ես ձեզ հնարավորություն եմ տալիս ազատ գործելու։ Սա շատ կարևոր սկզբունք է, որի վրա ես ամեն անգամ ուշադրություն եմ դարձնում, որտեղ շատ հոգևոր մարդիկ իրանք այստեղ խճճված վիճակում են։ Հասկանում եք, մենք պիտի հասկանանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը երբեք չի խառնվում սկզբում։ Ինքը բոլորին տալիս է, բոլորին անխտիր տալիս է հնարավորություն, որպեսզի իրենք մտածեն, զգան, որոշեն, պլանավորեն, գործեն, ինչպես իրանք ուզում են։ Ինքը սկսում է գործել վերջում, արդյունքի մեջ։ Հասկանում եք, երբ որ կենդանիակը ինքը ազատ ինչ ուզում անում է, Գերագույն Աստծո անձնավորությունը վերջում ասում է. դու այս պտուղին ես արժանի։ Եվ վերջ։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այդ ամեն ինչը արեց Գերագույն Աստծո անձնավորությունը։ Եվ մենք բազմիցս խոսում ենք, որ սա շատ հետաքրքիր լուծում է։ Արիացիները վերջնականում ասում են, չէ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը թե ինչպիսի կենդանի ակներով պիտի լցված լինի նյութական աշխարհը, դա կախված է հենց իրենցից կենդանի ակներից։ Եվ դրա համար այդ երկրորդական առարչությունը ինքը տրամադրում է նյութական բանականության, ուրեմն սկզբունքին։ Այսինքն կենդանի ակները համապատասխան իրենց արժեքային համակարգի, դրանից որոշվում է, թե հոգեբանական ինչ կառուցվածք է ունենալու նյութական աշխարհը։ Մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը առաջին հերթին, ուրեմն արարեց, նույնպես դեռ էակ չի արարել, չէ՞, ինքը առաջին հերթին արարեց նյութական գոյության սկզբունքները, որոնք հիմնված են ինքնախաբեության վրա։ Որն է այդ ինքնախաբեությունը։ Դա ամենակարևոր ինքնախաբեությունը, որը գոյություն ունի, դա այն է, որ մաքուր հոգին ինքը իրեն խաբելով նույնացնում է իրեն ժամանակավոր նյութական մարմնի հետ։ Սա արիացիների ամենագլոբալ, ամենաֆունդամենտալ գաղափարն է։ Իրանք sense մինչև վերջ պնդում են, որ կենդանիակը ինքը հոգևոր սկզբունք է, եւ մենք տեսնում ենք, թե ինչպիսի մանրամասնությամբ են իրանք դա քննարկում, հա, եւ ուրեմն իրանք բան են անում, իրանք այդ սկզբունքը, ուրեմն, գիտեք ինչ, ասենք ես հիմա մի քիչ այդպիսի ինֆորմացիաներ եմ ստանում, մի թեթև կարելի ասել զայրացած եմ, որ ասենք
կա մի ազգություն կա, որը ինքը հիմա փորձ է կատարում, դե իրանք շատ խելացի են, իրանք արդեն հասկացել են, որ արիացիների գաղափարախոսությունը ինքը շատ խորն է, հա, եւ դրանից ավելի կատարյալ գաղափարախոսություն ոչ հորինել է հնարավոր, ոչ էլ կարող է լինել, չէ՞, եւ հիմա ուրեմն անցել են հաջորդ փուլին, որ արիացիները դա իրենք են եւ որ այդ գաղափարախոսությունը իրենցն է։ Ուրեմն շտապում եմ ասեմ, որ պատմության մեջ ոչ մի գաղափար իրենց կողմից առաջ չի քաշվել, որը մոտիկ անգամ հիշեցնի արիացիների գաղափարախոսությունը։ Դրա փոխարեն մենք կարող ենք ասել, որ նույնպես ինչպես իրենք ներթափանցել են բոլոր ազգերի եւ բոլոր պետությունների մեջ եւ այո, հափշտակել են ամենտեղ այսպես էլի արժեք ունեցող գաղափարներ, նույն բանը արել են նաեւ եւ Հնդկաստանում։ Եվ ուրեմն այդ սուտը ուղղակի արդեն զզվելիության սահմանն է անցնում, էլի, թե ասենք ես հասկանում եմ, որ ասենք ինչ որ լիդերի խնդիր է հիմա լուծվում, չէ, բայց ամեն ինչ ինչ որ մի հատ չափ ու սահման ունի, էլի, այլանդակություններ անելու չափը պիտի все-таки ինչ որ մի կերպ երևի պահպանվի։ Շատ տգեղ բաներ են դրանք, էլի, այն գլխից են ամեն ինչը տգեղ եղել, բայց ինչ որ այսպես անընդունելի բաներ են արվում, էլի, ինչ ուզում են ինձ հետ անեն։ Հիմա ծերիներս, չէ, ուրեմն մենք տեսանք, որ այս գաղափարն է եւ ուրեմն Բրահման ինքը սկզբում հոգեբանական սկզբունքները արարեց։ Եվ ինքը չբավարարված վիճակի մեջ ընկավ, ինչու համար, որովհետև ինքը ստիպված էր արարել աստվածաբերության սկզբունքները, չէ, այսինքն հիմա աշխարհում Աստված թաքնվեց, ամեն ինչը հեղվեց ինքնախաբերության վրա, չէ, կենդանի էակները, որոնք իրանք գալիս են նյութական աշխարհ նախանձի հիմքի վրա, չէ, իրանք մշտական իրար մեջ ուրեմն պայքար են մղելու, չէ, օրինակ ասենք տեսեք, եթե մենք նույնիսկ հիմա պետք չի պատմության մեջ գնալ, երբ որ մենք հիմա նայում ենք, մենք տեսնում ենք, որ կան ինչ-որ մի քանի ազգեր, որոնք իրենք այս պահին, այո, շատ ուժեղ, շատ այսպես համակարգված զբաղվել են իրենց կայանալու գործով եւ միանգամից այսպես ծնկից վեր են կացել, չէ, եւ հիմա ինչ են անում, այս պահին, հիմա, հենց հիմա աշխարհի հետ ինչ են անում, պայքար են մղում, թե ով է լինելու առաջնորդը, չէ, եւ ասենք հիմա կան պետություններ, որոնք իրենք հաստատի իրենց ամբողջ պալվածքով հայտարարություն են անում, որ աշխարհը չի կարող լինել, այսպես էլի, միակ առաջնորդով, որ արդեն կան կայացած հզոր պետություններ, հա, որոնք իրենք ունենալու են իրենց ազդեցության դաշտը եւ հիմա պատերազմ է գնում, թե ով ինչ ազդեցության դաշտ է ունենալու։ Եվ երբ որ այդ ամեն ինչը հաստատվի եւ իրանք գան էլի, իրանք հզորություններով կան իրար սահմանի, այսինքն այդ արանքում կան չկայացած թույլ, այդ ընթացքում սեփական զարգացման մասին հոգ չտանող ազգեր, պետություններ, որոնք իրենք թույլատրել են, եւ հիմա այդ ուժեղները իրենք գաղափար են առաջ քաշում, որ մենք պատրաստ չենք հաշվի նստել թույլերի հետ, այսինքն դեմոկրատական գաղափարն է ոչնչանում, որտեղ ուժը, թույլը, բոլորը իրավունք ունեն առանձին իրենց համար գոյություն ունենան եւ բոլորի իրավունքները պահպանված են, չէ՞։ Հիմա աշխարհը գնում է դեպի ուժեղների աշխարհ, այսինքն որ ուժեղները իրենք ուղղակի կուլ կտան թույլերին եւ այստեղ հարցը գնում է միայն նրա մասին, թե որ մի ուժեղը որ մի թույլին կուլ կտա։ Հենց որ սահմանները կան հասնեն մնան միայն ուժեղներով, այդտեղ իրանք կկանգնեն։ Իրար հետ չեն կռվի։ Այդտեղ կկանգնեն։ Հիմա իրանք իրար հետ կռվում են ուրիշի տարածքներում, ինչու, որտեղ խոսքը գնում է դրա մասին, ում տարածքն են վերցնելու, չէ, եւ դա իրականում այդ սկզբունքը դրա ստարտը տվեց Միացյալ Նահանգների ներկա նախագահը իր առաջի ընտրության ժամանակ։ Եվ այդ ծրագիրը, ինչպես տեսնում ենք, այսպես իրականացվում է, չէ, այսինքն նյութական աշխարհի դեմքը միշտ սա է եղել, սա է հիմա եւ սա է լինելու։ Հասկանում եք։ Հիմա
սիրելիներս, ուրեմն եւ Տեր Բրահման ինքը այդ սկզբունքներից, երբ որ ինքը հասկանում է թե ինչպեսի սկզբունքներով պետք է լինի, չէ, որ կենթանիակները իրանք թշնամանք են իրար հանդեպ անելու, այդ որ մտածեցին, որ իրենք անկախ են, իրանք իր սրտի մեջ այդ ցանկությունը միշտ ունեն լինել առաջնորդ, զբաղեցնել ցանկացած հասարակության մեջ ամենակարևոր դիրքը, չէ, եւ ասենք, այդտեղ ուրեմն մենք կարողանում ենք տեսնել, որ այդ պայքարի մեջ կենթանիակները իրենք անպայման ցանկություն են ունենալու իրար ոչնչացնելու։ Եվ երբ որ իրանք այդ ցանկությունը ունենում են իրար ոչնչացնելու, դա նշանակում է, որ նյութական աշխարհում այդ հնարավորությունը իրանց պիտի տրվի։ Եվ այդտեղից է գալիս նյութական մարմնի խոցելիությունը, այդտեղից է գալիս այդ հնարավորությունը, որ կենթանիակները մեկ-մեկու ոչնչացնում են։ Եվ դա առաջացնում է հավերժ հոգու մոտ, առաջացնում է մահվան վախը։ Սա է հոգեբանական հաջորդ կետը։ Չէ՞, հիմա մյուս կողմից բոլորը ունեն նույն փափագը, բոլորը ունեն նույն երազանքը, որ իրենք ուրեմն ունենան առաջնորդի դիրք եւ այդ առաջնորդի դիրքում կարողանան մաքսիմալ վայելեն իրենց գոյությունը։ Այսինքն կենթանիակները նյութական աշխարհում, եթե իրենք լուրջ հոգևոր անձնավորություններ չեն եւ չեն հետևում աստվածային օրենքներին, չէ, այսպես այդ ժամանակ իրենց այսպես կոչված կեղծ եսը ինքը բարձի թողի վիճակում է։ Իսկ ինչ է անում բարձի թողի էգոիզմը։ Ինքը ինչ դիրք ուզում է գրավի, երբեք շահագրգռված չի դիմացինի երջանկության մեջ, եթե դիմացինի հանդեպ կապվածություն չի զգում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այստեղ մենք կարողանում ենք հասկանալ, որ հաջորդը դա այդ փլուզված երազանքներից, հիասթափություններից բանն է, ծնված այդ տխրությունն է, որը միշտ իշխում է կենթանիակի սրտում։ Եվ այլն եւ այլն։ Եվ ասենք այդ բոլոր սկզբունքները, երբ որ Բրահման ինքը արարեց, որովհետեւ դա այսպես էլի հոգևոր աշխարհին, այսպես 180 աստիճան հակառակ սկզբունքներ էին, իսկ մեր Բրահման, որը հիմա է, ինքը Աստծո մաքուր նվիրալ է, դա միշտ չի որ այդպես է լինում, հա, ինքը մնաց չբավարարված վիճակում, մենք փորձեցինք քննարկել, որովհետև սա շատ հետաքրքիր եւ շատ լուրջ թեմա է։ Եվ ուրեմն Տեր Բրահման ինքը կենտրոնացավ Աստծո վրա, ինչու համար, որպեսզի այդ չբավարարվածության զգացումից ազատվի, ինչու, որ ինքը նորից հաստատվի այն հասկացողության մեջ, որ այո, Գերագույն Աստծո ազնվորությունը մտադրություն ունի այս կենթանիակներին ազատություն տալ, ISSS ցանկությունները կատարելու համար եւ այս փորձը իրենց պետք է իրենք մտածում են, որ ունեն այս հնարավորությունը, որպեսզի իրականացնեն իրենց ցանկությունները, իսկ Գերագույն Աստծո ազնվորության համար այս փորձը ունի մի իմաստ, որ կենթանիակը ինքը այսպես իրականացնելով այդ ցանկությունները տեսնի, թե ինչ ահավոր բանի է վերածվում աշխարհը։ Հասկանում եք, եւ հետո այդ ժամանակ, երբ որ իրան տրվում է հոգևոր գիտելիքը, որ եթե քո հիմքը ոչ թե էգոիզմն է, այլ դու քո մեջ ընդունում ես, որ բոլոր կենթանիակները իրենք իծնե ունեն ինչ-որ մի դիրք եւ այդ դիրքում արժանի են լինել երջանիկ, դու վերականգնում ես քո մաքուր հոգևոր գիտակցությունը եւ այդ ժամանակ կարող ես վերադառնալ ուրեմն հոգևոր աշխարհ, այսինքն սխալը ուղղելու հնարավորություն է, այսինքն այսպես էլի նյութական աշխարհը դա կենթանիակի սխալ գաղափարի իրականացման հնարավորությունն է, հա, եւ այդ սխալը գիտակցելուց հետո հոգևոր աշխարհ վերադառնալու այդ ընկնելու process-ը ինքը ուրեմն ապահովում է Գերագույն Աստծո ազնվորությունը եւ բարձրանալու process-ը նույնպես ուրեմն բան է անում ինքը, այսինքն ընկնելու process-ը ինքը ապահովում է մեկ-մեկու հետ ազատ վարվելու հնարավորությունով, հա,
իսկ բարձրանալու process-ը դա կոչվում է հոգևոր կյանք, որտեղ հենց ինքը անձամբ գերագույն Աստծո անձնավորությունը տալիս է սկզբունքներ, որի հետևանքով կենդանիակը կամաց-կամաց, քայլ առ քայլ, բավականին երկար իրականում, կյանքեր շարունակ վերականգնում է իր մաքուր գիտակցությունը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն ես կարդամ մեր այսօրվա տեքստը եւ մենք շարժվենք առաջ։ Շիմոն Բաբավատան 12-րդ երկ 12-րդ գլուխ, հա, տեքստ 4։ Սկզբում Բրահման աշխարհ բերեց 4 մեծ իմաստուններին՝ Սանակային, Սանանդային, Սանատանային եւ Սանատ Կուբարին։ Նրանցից եւ ոչ մեկը նյութական գործունեությամբ զբաղվելու ցանկության նշույլ անգամ չուներ։ Բոլորը չափազանց վեհանձն անձնավորություններ էին, քանի որ նրանց սերմը շարժվում էր դեպի վեր։ Այսա հենց այն այսպես էլի ֆունդամենտալ գաղափարներից մեկն է, որին արիացիները իրենք հետևում էին եւ մենք հիմա ձեզ հետ ուրեմն կքննարկենք, չէ՞։ Տեսեք, ուրեմն նյութական գործողությունը ինքը, տեսեք ինչ ասես տեքստը, չէ՞։ Ինքը թվարկեց, որ առաջի հերթին Տեր Բրահման ինքը արարեց 4 եղբայրներին՝ Սանակա, Սանանդանա, Սանատանա, Սանատ Կումար, չէ՞։ Եվ իրանցից ոչ մեկը ոչ մի նյութական գործունեությամբ զբաղվելու ցանկություն չուներ, չէ՞։ Այսինքն սա ինչի մասն է խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ երբ որ մենք ասում ենք նյութական գործունեություն, չէ՞, դա բան է, էլի, ոչ թե նշանակում է, որ կենդանիակը ինքը միայն այսպես արտաքին ակտիվությամբ է զբաղված, հա, այլ դա նշանակում է, որ կա գործողություն, որը ինքը այսպես ուղղված է, որ նյութական արարչագործությունը ինքը շարունակի գոյություն ունենալ։ Այսինքն առաջին հերթին, չէ, Տեր Բրահման ինքը այդ իրականում իրանք այսպես է անմիջապես իր մարմնից էին էլի դուրս գալիս, չէ։ Այսինքն ինքը իրանից տարածում էր, պիտի տարածեր իրան։ Սա այստեղ շատ կարևոր է, որ Տեր Բրահման ինքը նյութական բանականության սիմվոլն է, հա։ Այսինքն այն ամեն ինչը, որ արարում է նյութական բանականությունը, արժևորելով, որ այս սա եմ ուզում լինի, սա եմ ուզում լինի, սա եմ ուզում լինի, եւ ինքը արդեն անցնում է գործողությունների, որոնք ապահովում են նյութական աշխարհի շարունակականությունը։ Հասկանում եք։ Եվ այդ դրա հաշվին է, որ հոգևոր կենդանի էակը ինքը ամրապնդվում է իր նյութական գոյության մեջ եւ խճճվում է այդ գոյության մեջ։ Հա, հիմա, բայց եւ մենք տեսնում ենք, որ առաջին հերթին այս 4 սկզբունքները իրանք շատ տարօրինակ որակավորում ունեին։ Այսինքն իրենք հիմա դուրս եկան Բրահմայի մեջից, նյութական բանականության մեջից, դուրս եկան նյութական աշխարհի արարչագործության process-ում, որպես առաջի սկզբունք, եւ այդ առաջի սկզբունքը արիացիները իրանք թվարկեցին, որ իրանք ոչ մի ցանկություն չունեին զբաղվել նյութական գործունեությամբ եւ անհավանական բարձր անձնավորություններ էին։ Հասկանում եք։ Եվ տեսեք, այստեղ ստացվում է, որ հիմա Մայտրեյան ինքը Սանատ Կումարներին, չէ, որակավորում է որպես շատ բարձր անձնավորություն եւ իրանց այդ վեհանձնությունը ինքը արտահայտվում էր ոչ թե նրանում, որ իրանք ներգրավված էին, որ իրանք ներգրավված չէին, այսպես ասեմ, էլի նյութական գործունեության մեջ, որը, ասենք, նախասահմանված էր Բրահմայի կողմից կամ գերագույն Աստծո ազնվորության կողմից, հա, այլ իրանց այդ վեհանձնությունը ինքը նրանում էր, որ իրանց գիտակցությունը գտնվում էր այդ նյութական process-ները ապահովելու ավելի բարձր
չէ՞։ Հասկանում եք։ Եվ այստեղ մի հատ շատ ասովոր գաղափար առաջ քաշվեց, ասվեց, որովհետև իրանց սերմը բարձրանում էր դեպի վերև։ Ես իրականում այս թեման մի քանի անգամ քննարկել եմ ձեզ հետ, ինչ իմաստով, որ մենք ձեզ հետ քննարկել ենք, որ երբ որ արիացիները իրենք խոսում են նրա մասին, չէ, որ մարդու մեջ էներգիա, այդ կենսական ուժը ինքը երկու ձևով է ընթանում։ Հասկանում եք։ Ուրեմն առաջինը դա նա է, որ այդ ուժը ինքը իջնում է դեպի ներքև։ Երբ որ ինքը իջնում է դեպի ներքև, այդ ժամանակ իմինը որձերը կներեք, հա, արու սկզբունքը, ինքը իր մեջ կուտակում է կյանքի սերմը։ Հասկանում եք։ Եթե ազնվորությունը ինքը ավելի շատ մտահոգված է նրանով, որ զբաղված է այսպես մտային աշխատանքով, չէ՞, իր այդ բանը, այդ կենսական ուժը ինքը գնում է դեպի վերև։ Եվ սա ինչքան որ այդ գործունեությունը ինքը ավելի ցայտուն է, չէ, ավելի ուժեղ է, այդքան ավելի քիչ է ազնվորության սեռական ցանկությունները։ Հասկանում եք։ Եվ սանատ կուբարները իրանք մենք հետագայում կտեսնենք, իրանք այդպես էլ մնում են։ Իրանք ամբողջ իրանց գոյության ընթացքում ոչ մի անգամ իրենց մեջից սերմ դուրս չի գալիս։ Եվ իրենք համարվում են այդ ցլամուդրիա, ոնց է հայերեն։ Ներեք մի հատ նայեմ այդ ցլամուդրիան էլի, կարևոր խոսք է։ Մաքրաբարոյություն, բայց թարգմանեց մաքրաբարոյություն, չեմ կարող ասել ինչքանով բան, բայց այդ էլի ազնվորություն, որը ինքը երբեք սեռական կյանք չի ունեցել, այսպես բազմեզով ասենք, չէ։ Ուրեմն իրանք կարողանում էին այդ իրանց կյանքի էներգիան բանանային էլի վերափոխեին, ուրեմն հոգևոր ուժի, հոգևոր բանակալության, բանի, ասեք, հրաժարման եւ այդ ներքին մաքրությունը պահպանելու վրա, հա։ Եվ մարդիկ կան, որոնք իրենք այսպիսի տեքստերը կամ սանատ կումարների կերպարը քննարկելուց խոսում են նրա մասին, որ պետք չի սա հասկանալ ուղղակիորեն, որ դա վերաբերվում է ֆիզիկական մարմնին, հա, իմաստը կայանում է նրանում, որ էներգիան, որը ինքը սովորական մարդկանց մոտ, չգիտեմ, այս նոր ասեցի, ասենք, գնում է դեպի ներքև, որպեսի բանը էլի, որպեսի ամեն մի բանը ֆորման ինքը կարողանա իրան վերարտադրի, չէ, ապա ուրեմն կումարների մոտ այդ էներգիան ինքը ուղղակի գնում էր դեպի վերև, դեպի հոգևոր գիտելիքի զարգացում, որպեսի կենդանիակը ինքը կարողանա հաստատված լինի հրաժարման մեջ։ Բայց իրականում սա դրա մասին, նաև դրա մասին է խոսքը, բայց մենք պետք է հասկանանք, որ ինքը կոնկրետ արտահայտում ունի իմինը ֆիզիկական մարմնի մակարդակի վրա, չէ՞։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք, թե որն է, ասենք, այս տեքստի, այսպես էլի, իմաստը, չէ՞, ինչ տեղի ունեցավ։ Տեր Բրահման ինքը արարեց այդ դեպի մեղք, մեղքը իրականացնող եւ մեղքի իրականացման հետևանքով բանի արդյունքների սկզբունքները, չէ՞։ Ինքը մնաց չբավարարված եւ համարեց, որ ինքը այդ արարելու ընթացքում, ես կոպիտ ասեմ, պղծվեց, չէ։ Ինքը կենտրոնացավ Գերագույն Աստծո ազնվորության վրա, որպեսզի մաքրվի այդ պղծվածության զգացումից, որը իր մեջ առաջացել էր, չէ։ Հիմա, ուրեմն իր գիտակցությունը մաքրելուց հետո իր մեջից դուրս եկան մաքրության սկզբունքները։
Հասկանում եք։ Եվ երբ որ իր մեջից դուրս եկավ այդ մաքրությունը, գումարները, այդ որ ասում եմ իրանք երբեք հեղուկ, սերնդահեղուկ դուրս չեն թողել իրանցից, չէ՞, դա նշանակում է, որ գումարները իրանք հրաժարվեցին մասնակցել նյութական առաջագործության մեջ, հա, ինչու, որովհետև իրանց գիտակցությունը ամբողջովին ուղղված էր հոգևոր գործունեության, հոգևոր իրականությանը հասնելու նպատակին, հասկանում եք, և ի շնորհիվ այդ մաքրությանը սեռական իմաստով, չէ, իրանք հասել էին, իրանք գտնվում էին բավականին այսպես բարձր դիրքում, հասկանում եք, հիմա, ուրեմն, մենք այստեղ տեսնում ենք, որ այս տեքստը ինքը ցույց է տալիս այսպես շատ կտրուկ բան, չէ, կոնտրաստ, շատ կտրուկ կոնտրաստ է ցույց տալիս այս երկու, ուրեմն առաջագործության բաների մեջ, առաջագործության էտապների մեջ, այսինքն սկզբում Տեր Բրահման ինքը ստեղծեց, այսպես բանով ասված տգիտության ձևերը, չէ, այնտեղ հենց այդպես էլ ասվեց, որոնք իրանք կապում են կենդանեակին նյութական աշխարհի հետ, չէ, և դա մենք արդեն երրորդ դասն քննարկում ենք, ինքնախաբեություն, մահվան վախ, ջղայնություն, այդ սեփականատիրության զգացում և բան էլի, կյանքի մարմնական կոնցեպցիա, որ ես հենց այս մարմինն եմ, չէ, և դրանից հետո մտնելով մեդիտացիայի մեջ Գերագույն Աստծո ազնվորության վրա, ինքը արարեց 4 գումարներին, որոնք իրանք ուղղակի հակառակ այդ տգիտությանը ուղղակի հակառակ սկզբունքներն են։ Հիմա ինչ սկզբունքներ են գումարները։ Ուրեմն սանատ գումարները իրանք երբ որ արարվում են, իրանք ունեն, ասվում է, որ իրանք ունեն 5 տարեկան երեխայի մարմին։ Եվ այդ մարմինը իրանց մոտ չի, իրանք գոյություն ունեն ամբողջ առաջագործության ընթացքում, և իրանց մարմինը չի աճում, իրանք միշտ մնում են 5 տարեկան երեխա, այսինքն այստեղ դա իրանց մարմինը ինքը շատ կարևոր սիմվոլ է, որ իրանք միշտ մնում են այնպիսի մարմնի մեջ, որի մեջ սեռական կարիքը չի զարգանում, որովհետև այդ մարմինը համապատասխանում է իրանց մտավիճակին, հասկանում եք, երբ որ կենդանեակը ինքը ունի ակտիվ նյութական գիտակցություն, ինքը անպայման ինչ մարմնի էլ արժանանա, ինքը իր մեջ ունի նյութական գոյությունը շարունակելու հիմքը, ցանկությունը, և դրա համար անպայման ինչ մարմնի մեջ էլ ինքը ուզում է մարմնավորվի, իր մարմինը անպայման պարունակում է սերմնահեղուկը հավաքելու և դուրս տալու ունակություն, էգի մոտ իրանը հավաքելու, ուրիշինը ընդունել, հասկանում եք, իսկ սանատ գումարների մարմինը ինքը մնում է 5 տարեկան երեխաների մարմին և իրենք միշտ մերկ են ման գալիս, այս գիտեք արիացիների մոտ այս մերկ ման գալը և հագնված լինելը շատ հետաքրքիր տրամադրությունից է բխում, բայց ուրեմն այսինքն իրենք խոսում են նրա մասին, որ մերկ են ման գալիս այն ազնվորությունները, որոնք իրենք դեմոնստրացիա են անում, որ իրենք երբեք սեռական ցանկություն չեն ունենում, հասկանում եք, ազնվորությունները իրենք հագուստ են կրում, երբ որ իրենք ունեն սեռական ցանկություն, և հագուստ են կրում, որպեսզի, օրինակ, տաքանալու բանից բացի, որպեսզի իրենց սեռական ցանկությունը ակնհայտ չլինի շրջապատի համար, չէ, էգերը իրենք հագուստ են կրում, ինչու եմ ասում էգերը, որովհետև դա միայն մարդկանց չի վերաբերվում, էլի, կան դեմոններ, որոնք իրենք
շատ բանական են, կան կիսաստվածները, դրախտային մոլորակների ապրողները, իրանք բոլորը, այսպես կա բան են, էլի, կարելի ասել, այսպիսի կերպարանք ունեն, որ ինքը հագնվում են, հասարակություն են ստեղծում, պետություններ եւ այլն, այն ամենը, ինչ որ բնորոշ է եւ մարդկային հասարակությանը, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասենք, չէ, եւ կանայք, այսպես ասեմ, լավ, եւ կանայք, չէ, իրենք հագնվում են, որպեսզի տղամարդկանց այդ ամեն մի պատահական տղամարդու այդ ցանկությունը չգրգռեն։ Ինչու՞։ Որովհետեւ հենց որ նյութական աշխարհում ապրողները իրենք ծնվում են այնպիսի մարմիններում, որոնք իրենք մի թեթև բարձր են կենդանականից, այդտեղ անպայման կա բարոյականության խնդիրը։ Բարոյականությունը դա, այսինքն, այդ իմաստով դա այն է, որ կանայք իրենք շահագրգռված չեն լինել պատկանել մի քանի տղամարդու։ Հա, եւ դրա համար իրենց հագնված են պահում, որպեսզի չգրգռեն օտար տղամարդկանց ցանկությունները։ Հասկանում եք։ Եվ ասենք, այդ ամեն ինչը ինքը շատ կարևոր հանգամանքներ են, չէ՞։ Եվ հիմա դիտարկենք, թե սանատ գումարները իրանք ինչի մարմնավորումներն են։ Սանական ինքը մարմնավորում է գիտելիքը, հա, այսինքն այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք գիտակցենք, որ կենդանիակները իրենք կարող են գիտելիք կուտակել երկու ձևով, չէ՞։ Մեկը դա այսպես կոչված բանն է, էմպիրիկ փիլիսոփայությունն է։ Ինչը նշանակում էմպիրիկ փիլիսոփայություն։ Դա նշանակում է, որ մարդը ինքը ոչ թե մտնում է կյանքի մեջ, որ հասկանա կյանքը, այլ դիտորդի դերում է, այսինքն ինքը չի մտնում եւ ուշադիր նայում է, թե այս աշխարհում ինչ է կատարվում եւ այդ իր տեսածի հիմքի վրա գալիս է ինչ որ ուրեմն բաների հետևանք բաների վիվդի եզրակացությունների, չէ՞, հասկանում եք։ Հիմա ուրեմն եւ սանական ինքը այդ process-ի մարմնավորումն է, որտեղ ուրեմն ազնվորությունը ինքը նյութական աշխարհի գոյության պայմանների մասին պատկերացումներ է կազմում մտավոր աշխատանքի ուրեմն շնորհիվ։ Եվ կան ազնվորություններ, որոնք իրենք գիտելիք են զարգացնում փորձնականորեն։ Արիացիներն իրենք ասում են, ոչ այնքան խելամիտը ինքը գնում է սեփական փորձով իմաստություն ձեռք բերելու ճանապարհով, խելամիտը փորձ է հավաքում ուրիշի օրինակի վրա։ Հասկանում եք, հիմա հաջորդ եղբայրը Սանանդանան ինքը յոգայի մարմնավորումն է, այսինքն պրակտիկայի, տեսեք, այսինքն եկավ գիտելիքը, հետո եկավ պրակտիկան, այդ գիտելիքի հիմքի վրա, հա, որն է պրակտիկան։ Ազնվորությունը ինքը ուրեմն զբաղվում է յոգայով, սա միստիկական պրակտիկա է, որտեղ ազնվորությունների, ինքը պրակտիկան հենված է մեդիտացիայի ունակության վրա եւ ուղղում է կենդանեակին, տեսեք գիտելիքով կենդանեակը ինքը ուսումնասիրում է արտաքին աշխարհը, հա։ Արտաքին աշխարհում ինքը փիլիսոփայական կարևոր հարցերի պատասխանը չի գտնում, որովհետև Գերագույն Աստծո ազնվորությունը, այսինքն ճշմարտությունը, այս աշխարհում թաքնված է։ Եվ Աստված ինքը այդքան բացահայտ չի, որպեսզի հնարավոր լինի ուղղակի նյութական աշխարհին նայելով գիտակցել այս աշխարհի մասին ճշմարտությունը, չէ՞։ Եվ յոգան դա այն process-ն է, երբ որ ազնվորությանը մղում են դեպի իր ներսը։ Ինչու՞։ Որովհետև նյութական արարչագործության մեջ Գերագույն Աստծո ազնվորությունը, այսինքն ճշմարտությունը այս աշխարհի մասին, ինքը թաքնվում է
բոլոր կենդանիակների սրտի մեջ։ Եվ միայն այնտեղ կարելի է, այնտեղ քո սեփական ներսը սուզվելուց է կարելի հայտնաբերել այդ անձնավորությունը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այդ գիտելիքի հիմքի վրա, հա, անձնավորությունը ինքը զարգացնում է, ուրեմն հրաժարում, որը սանատանը, ուրեմն բաններ սանատանաներ, որտեղ գիտելիքը եւ հրաժարումը արիացիները իրենք միշտ դիտարկում են իրար հետ։ Գյանը վայրագյա, հա, գյանը վայրագյա դա նշանակում է գիտելիք հրաժարում։ Այսինքն ինչ էին արիացիները իրենք համարում գիտելիք։ Իրանք գիտելիք չէին համարում, երբ որ մարդը ինքը գիտի, թե այս բանը առարկան ինքը ինչ քիմիական էլեմենտներից է կառուցված, թե ասենք ինչպես է պետք ազդել էլեմենտների վրա, որպեսզի ստանաս քո ուզած արդյունքը, եւ այլն եւ այլն։ Իրանք դա չէին։ Այսինքն այն ամենը, ինչը որ կենդանի էակին կապում է նյութական աշխարհի հետ, խրում է նյութական աշխարհի մեջ, արիացիները համարում էին ոչ թե գիտելիք, այլ տգիտության ֆորմա։ Գիտելիք էին իրանք համարում միայն եւ միայն այն գիտելիքը, որը կենդանիակին տանում էր դեպի հրաժարում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն, երբ որ անձնավորությունը, այսինքն ինքը այսպես է, էլի, որ դուք հասկանում եք, որ ճիշտ գիտելիքով եք զբաղված, երբ որ գիտելիքի ուսումնասիրության ժամանակ, քանի գնում է ձեր աշխարհը, ավելի ու ավելի է պոկվում նյութական աշխարհից։ Ինչ է նշանակում պոկվում։ Կամ ինչ գիտելիքի մասին է խոսքը։ Երբ որ դուք կենտրոնանում եք իրական նյութական աշխարհի իրական դեմքի վրա, չէ՞, դուք այլևս չեք տեսնում այդ աշխարհում ձեր երջանկությունը ապահովելու համար ոչ մի գործոն։ Դուք պարզ տեսնում եք, որ խոսքը գնալու է միայն կամ ցանկացած կոնտակտի ժամանակ թշնամանք արդյունքը լինելու է թշնամանք, կամ ցանկացած կոնտակտը լինելու է մրցակցության հիմքի վրա, կամ լավագույն դեպքում դա լինելու է զսպվածություն, որտեղ մարդիկ ինչ-որ կենդանիակներ իրանք գիտակցական մակարդակի վրա այսպես իրար կոմպրոմիսի են գնում, հա, իսկ ինչ է նշանակում կոմպրոմիս, այսինքն հիմա իմ էգոիզմն է բավարարվում, հա, եւ դու չես խանգարում, որ իմ էգոիզմը բավարարվի, հետո երբ որ իմ վայելքը վերջանում է, ես էլ նպաստում եմ, որ դու էլ քո ուրեմն վայելքը ունենաս։ Այսինքն բոլոր դեպքերում ինչ որ էգոիզմի մասին է խոսքը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն, հա, եւ երբ որ ազնվորությունը ինքը այդպես է տեսնում այս աշխարհը, ինքը այդ իրա, այսինքն խոսքը չի գնում նրա մասին, որ կենդանիակը պիտի պայքարի իր գոյությունը վայելելու ցանկության հետ, որովհետև իրականում հոգևոր աշխարհում ինքը հենց դրա համար էլ գոյություն ունի։ Հասկանում եք, որ վայելի իր գոյությունը, բայց մաքուր սիրո դաշտում։ Եվ այ իրական գիտելիքը ինքը պետք է, այդ արտաքին բանը հələ թողնենք, էլի, իմինը ներսից։ Արտաքինից դուք կարող եք մնալ նույն ազնվորությունը, որը կատարում է իր պարտականությունները, հա, շատ ջերմ է վերաբերվում իր շրջապատին, ասենք իր մտերիմներին, այսինքն ոչ մեկ նույնիսկ չի կասկածում, որ այդ մարդու ներքին հիմքը դա հրաժարումն է։ Այսինքն որ իրականում ինքը ոչ մի բանի հետ այդտեղ կապված չի։ Ինքը ամեն ինչը այսպես հավասար պահում է, բայց իր ներսում ինքը բացարձակ ուրիշ կյանքով է ապրում, չէ՞։ Եվ այդ տեսեք, այսինքն այսա, որ կա գիտելիք հրաժարում, մենք դες այդ մի քանի անգամ խոսել ենք դրա մասին, որ հրաժարումը ինքը լինում է երկու տեսակի, արտաքին եւ ներքին։ Եվ ես ասել եմ, որ անձամբ ես ներքին հրաժարման ներքին հրաժարում պրակտիկացնող ազնվորություն եմ։ Ինձ այդ արտաքին բաները այդքան չեն հետաքրքրում։
ինձ համար ավելի կարևոր է, որ հրաժարումը տեղի ունենա սրտի մեջ, իսկ արտաքին հրաժարումը ինքը ինչու համար եմ ես այդ ընտրությունը արել, որովհետև գիտեք մեր ժամանակներում, իմինը մեր ժամանակներում, երբ որ մարդիկ իրենք այդքան էլ բարձր որակներ չունեն որակավորում ճիշտ զբաղվելու հոգևոր կյանքով, չունեն հոգևոր կյանքեր, որոնց մեջ ինչ-որ ճիշտ զարգացման պրոցեսներ կան շատ դեպքերում, չէ, եւ ասենք այդ ժամանակ ազնվորությունը ինքը եւ որովհետեւ աստվածաբեժության դարաշրջանում հարաբերությունները իրանք տաք չեն, լավը չեն, էլի, հասկանում եք, այլոց իրանք լավը չեն, ինքը ազնվորությունը ինքը կարող է արտաքին հրաժարման ուզենա գնա, ոչ թե որովհետեւ ինքը իմաստուն է, այլ որովհետև ինքը զզվել է ինչ-որ հարաբերություններից կամ օգնել է, կամ ինքը հենց ինքն է արատավոր, չի ուզում պարտականություններ կատարի։ Հասկանում եք, ներքին հրաժարումը ինքը ունի այլ պլատֆորմա, որն է այդ այլ պլատֆորմա։ Այսինքն դու հասկանում ես, դու ամեն ինչը գիտելիքը ստացար, ամեն ինչը հասկացար, եւ այսպես էլ եթե մի բառով ասեմ, քաչ հասկանում ես, որ այս աշխարհում ոչ մի կենդանի էակ, ոչ դու ես արժանի, որ քեզ կապված լինեն, սա շատ կարևոր է, որտեղ ինքը այդ կեղծ եսի բոլոր պրետենզիաներն է վերացնում, հասկանում եք, եւ ոչ էլ ուրիշներն են արժանի, որ դու կապված լինես, բայց այն ազնվորությունները, որոնք իրենք ծնվել են անմիջապես քո դաշտում, չէ՞, նրանց մեջ կան ազնվորություններ, որոնց կյանքի որոշակի ոլորտները կախվածության մեջ են քեզանից, չէ՞, եւ դրանք առաջի հերթին ընտանիքի անդամներն են։ Հիմա տեսեք, նա որ ինքը չի սիրում կնոջը, կամ չի սիրում ամուսնուն, կամ չգիտեմ, վատ երեխաներ ունի, որոնք իրան հոգնեցնում են մահվան աստիճան, էս է, չէ՞, ինքը կարող է արտաքինից պահկվի հրաժարման դիրքի մեջ, բայց իրականում ուղղակի փախել է իր պարտականություններից։ Ինչու՞, որովհետև այդ պարտականությունների կատարումը իրան ոչ մի հաճույք չէր պատճառում։ Ներքին հրաժարման ազնվորությունը գալիս է ոչ թե բացասական փորձից խուսափելու համար, այլ ներքին հասունությունից, չէ՞, եւ այդ ներքին հասուն հրաժարումը ինքը միշտ բերում է նրան, որ ազնվորությունը երբեք իրան թույլ չի տա, այսպես պատկերավոր ասեմ, էլի, ինքը իրան հանի նրա ոտքերի տակից, ով որ իրավունք ունի իրա վրա հենվի։ Այսինքն ինքը երբեք չի հրաժարվի երեխաներից, երբեք չի հրաժարվի ամուսնուց կամ կնոջից, կապ չունի, ստաբիլ բոլոր պարտականությունները կկատարվեն, չէ՞, հիմա մի քիչ ավելի թույլ պարտականություններ, բայց բոլոր դեպքերում պարտականություններ կան բարեկամների հանդեպ։ Հասկանում եք, որ եթե ասենք ընտանիք ցեղի մեջ դուք ինչ-որ ասենք մի փոքր ավելի կայացած ազնվորություններ եք կան ցեղի ներկայացուցիչները, իհարկե ցեղի ներկայացուցիչները իրավունք ունեն հենվել ձեր վրա, ինչ-որ հարցերում հույս տնեն ձեր վրա, իհարկե չափի մեջ էլի, ամեն ինչը պիտի արվի չափի մեջ։ Հասկանում եք, չէ՞, կներեք։ Եվ այս հանգամանքը ինքը ինձ համար անձամբ ներքին հրաժարումը դարձնում է ավելի իրական, այսինքն համ ավելի իրական, համ ավելի ինտելիգենտ, չգիտեմ ինչ բառով ասեմ, էլի, այև որ հոգևոր մարդը ինքը իրա ներսում ուտի իրա կյանքը, որը վերաբերվում է միայն իրան, որովհետև հասուն մարդը ինքը հասկանում է, որ այն մարդիկ, օրինակ ասենք, եթե հասնավորությունը ինքը ունի ամենացածրը, երեխա, չէ՞, երեխան ինքը մինչև հասունության տարիք, մեր ժամանակներում մեկ-մեկ եւ հասունությունից հետո
Չէ՞ որտեղ հասունությունը դա 18 տարեկանը չի, դա շատ ավելի ուշ է։ Հա, ասենք այդ եւ հետո շատ հաճախ այդ հենարան ունենալու կարիքը ունի։ Չէ՞։ Եվ անznավորությունը ինքը պետք է պատրաստ լինի, եթե ինքը ներքինից այդ ինտելիգենտնեսը ունի, էլի, չգիտեմ այդ հայերեն ոնց է, մաման չկամ նորից։ Հասկանում եք, ինքը չի կարող իրեն թույլ տա։ Այսինքն գիտես ինչ կա, թողնի գնա սարերը, որ իր երեխան ոչ էլ կարողանա իրան գտնի, որ իր մեկ էլ իր վրա հույս տնի, չէ՞։ Բա ուրեմն ինքը ում վրա հույս դնի։ Երբ որ ի ծնե իրան տված է այդ ծնողը, հասկանում եք, այդ ինչ որ տրված է, չէ՞, հասուն հրաժարվածը, ինքը դրան երբեք չի կպնում։ Այնքան ժամանակ, ինչքան ժամանակ, որ այդ անձնավորությունը, որ ասենք, օրինակ հիմա երեխայի օրինակ եթե շարունակեմ, երեխային տրված է, չէ՞, որ իր ծնողը, այսինքն այս անձնավորությունը, ով է ծնողը։ Ծնողը նա է, ով պաշտպանում է, հա, ապահովում է եւ զարգացնում։ Եւ քանի դեռ երեխան ինքը այդ երեք կոմպոնենտներից որևիցե մեկի կարիքը ունի, չէ՞, իրական էլի, այսպես իրական ներքինից առաքինի անձնավորությունը իրան երբեք թույլ չի տա, չէ՞, լքի այդպիսի երեխային։ Թեկուզ ներքինից կարող է բացարձակ հրաժարված լինել։ Ներքինից ոչ պես էլի դեպի նյութականը տանող կապվածություն չունենալ, բայց պարտականությունից չի հրաժարվի։ Ինչու, որտեվ ասենք եթե ծնողը ինձ ասի դու արդեն մեծ ես, գնա ինչ ուզում ես եղի։ Էս է չէ՞ ստացվում այդ կոպիտ հրաժարումը։ Գնա ոնց ուզում ես քո խնդիրը լուծի։ Չէ՞։ Հիմա այդտեղ ինքը ում ձեռքն է ընկնում, օտարների, հատկապես աստվածաբեժության դարաշրջանում, չէ՞։ Խնդրահարույց է, չէ՞ թե այդ օտարները ընդհանրապես ինչ կանեն այդ անձնավորության հետ։ Եվ սա ոչ թե կապվածության խնդիր է, այլ իմինը պարտականության։ Որովհետև եթե դու, ասենք, եթե անձնավորությունը ինքը նորմալ ծնող է, չէ՞, ինքը բարյացակամ է։ Եվ այո, ոչ մի օտար մարդ չի կարող լինի ավելի բարյացակամ, քան ծնողը։ Եթե նորմալ ծնող է, որտեղ մեր ժամանակներում ծնողներ կան, որ եթե մի քիչ բարյությունը տենկով դնես, կարելի է վառել։ Հասկանում կներեք կոպիտատացիան սաբար, չէ՞։ Հասկանում եք, որտեղ մեր դարաշրջանում ամեն ինչը շատ այլանդակված է, էլի։ Հիմա տեսեք, չէ՞ սիրելիներս, ուրեմն այդ գիտելիքը, ներքին հրաժարումը, չէ՞, ինքը դառնում է հիմք, որպեսզի ազնվորությունը, այդ ներքին հրաժարումը դա նա է, որ իմ ուշադրությունը դրսում չի, թեկուզ ես դրսի հետ շփվում եմ, բայց իմ ուշադրությունը ներսում է, հա, այդ ներսում է, չէ, ինքը յոգայի պրակտիկան, էլի մեդիտացիայի, ես մշտական ներսում կենտրոնացած եմ ճշմարտությունը փնտրելու, հա, այդ գիտելիքի մեջ քանի գնում, խորանալով, ճշմարտությունը փնտրելու, միջև բերում է, երբ որ կենդանիակը ինքը հանդիպում է իր սրտում գերագույն Աստծո անձնավորությանը, եւ հիմա ամենածիծաղալն եւ ինքը իրեն։ Եվ այդտեղ է, որ ինքը այս սրանով է տարբերվում արիացիները մնացած բոլորից։ Այդտեղ է, որ կենդանիակը ինքը հենց այստեղ, հենց այս մարմնի մեջ իրականացնում է, որ ինքը հոգի է։ Ոչ թե պրոստը գիտի, հասկացել է կամ եսի միջ, այլ իրականացնում է։ Չէ՞։ Եվ հիմա այս ամեն ինչը որպեսի տեղի ունենա, կա չորրորդ եղբայրը, սանատը, որը ինքը ասկեզան է, այսինքն ճգնությունները։ Հա, ինչ է նշանակում ճգնություն։ Դա վայելքներից, հա, այսինքն այ նյութական դաստիժենիա, նյութական ձեռքբերումներից վայելելու նպատակով նյութական ձեռքբերումներից հրաժարվելը եւ հոգեվոր ձեռքբերումների հետևից գնալու ուրեմն պատրաստակամությունն է։ Եվ հիմա, չէ,
երկրորդ հերթին, երբ որ Տեր Բրահման ինքը կենտրոնացավ Գերագույն Աստծո ազնվորության վրա եւ տեքստը ասեց, որ ինքը դրա հետևանքով մաքրվեց եւ շարունակեց արարչագործությունը, ինքը այսպես էլի ոնց ասեմ, ինքը արարեց այն ինչ որ իր սրտով էր, եթե այսպես էլի պատկերավոր ասեմ, չէ՞։ Ուրեմն Գումարները դրանք այն ազնվորություններն են, որոնք չեն հրապուրվում նյութական գործունեությունով, որովհետև իրենց գիտակցությունը չի գտնվում մարմնական կոնցեպցիայի իշխանության տակ։ Իրանք չեն նույնացնում իրանց նյութական մարմնի հետ, հա, իրանց համար այսպես սերունդ տալու ցանկություն չունեն, հա, այսինքն իրանք չունեն այդ գիտակցությունը, որ իրանք շարունակեն սերունդի միջոցով, չեն ձգտում էգոիստական վայելքների, հա, եւ ընդհանրապես որ դրա համար որպես հետևանք ընդհանրապես ոչ մի ցանկություն չունեն մասնակցել նյութական աշխարհի կայանալու մեջ, որովհետեւ իրանց հետաքրքրությունը ինքը բացարձակապես ուղղված է դեպի ուրեմն հոգևոր բաները, ձեռքբերումները, չէ՞։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ այդ, որ իրանք հրաժարված էին նյութական գործունեությունից, չէ՞, դա բանի հիմքի վրա չէր, էլի, դա ալարկոտություն չէր, դա բունտ խռովությունից չէր, հա, հասկանում եք, սա շատ կարևոր է, էլի, որ իրանք ոչ թե ալարում էին զբաղվել նյութական գործունեությունից, ոչ թե հիպիներ էին, որոնք իրանք բունտի մեջ են, չէ, ոչ էլ ազնվորություններ էին, որոնք հակում ունեին արհամարհեն իրենց բաները, իրենց պարտականությունները, սա շատ ավելի բարձր գիտակցության մասին է խոսքը գնում, չէ, բայց ինքը Բրահման ինքը սպասում էր իրանցից, որ իրանք պիտի մասնակցեն արարչագործության մեջ, հասկանում եք, բայց որովհետև կումարները իրանք իրենց բանով, իրենց դրվածքով ցույց են տալիս իրենց հորը, որ այս սկզբունքները նախատեսված չեն նյութական աշխարհը ընդլայնելու համար, այս սկզբունքները նախատեսված են հոգևոր աշխարհ վերադարձնելու համար, եւ դրա համար իրանք կատեգորիկ հրաժարվեցին օգնել իրանց հորը, մեկ հետագայում կկարդանք այդ տեքստերը, կատեգորիկ հրաժարվեցին օգնել ուրեմն Տեր Բրահմանին նյութական արարչագործության գործերի մեջ, հասկանում եք, եւ ասենք այս իմաստով արդեն մենք կարողանում ենք, եթե իմաստի հետևից ենք գնում, հասկանալ, թե ինչու է այդպես, որ կումարների սերմը ինքը բարձրանում էր դեպի վերև, հասկանում եք, եւ սա ինքը բացահայտում է այդ ինչ որ ես խոսում եմ, ներքին հրաժարման մասին, այսինքն երբ որ ազնվորությունը իր ներսից ոչ մի այդպիսի բան չունի, ինչը որ նպաստում է, որ նյութական աշխարհը արարվի կամ, չգիտեմ, ընդլայնվի կամ գոյություն ունենա, հասկանում եք, չէ՞, եւ ուրեմն այս տեքստը ինքը ցույց է տալիս, որ արարչագործության ամենասկզբում, հա, ի հայտ են գալիս ոչ թե միայն այն ուժերը, որոնք իրանք կապում են հոգուն այս աշխարհի հետ, որը մենք անցյալ տեքստում դիտարկեցինք, չէ, այլ եւ առաջ են գալիս այն ազնվորությունները, կամ այն սկզբունքները, ոչ թե ազնվորությունները, որոնք իրանք ազատագրման ճանապարհն են տալիս այս աշխարհին, եւ կումարները իրանք ներկայացնում են հենց այդ սկզբունքները, որոնք իրանք հրաժարվում են մասնակցել նյութական աշխարհը տարածելու, ընդլայնելու գործողությունների մեջ եւ փնտրում են հոգևոր իրականությունը։
Հոգեբանական տեսանկյունից այս տեքստը մեզ օգնում է, որպեսզի մենք ընկալենք տարբերությունը։ Ընկալենք տարբերությունը այն գիտակցության, որը ինքը ուղղված է դեպի դուրս, եւ այն գիտակցության, որը ինքը ուղղված է դեպի ներս։ Մենք պետք է հասկանանք, որ այն գիտակցությունը, որը ինքը ուղղված է դեպի դուրս, նյութական աշխարհը ինքը չի նպաստում ոչ մի իրագործոնով, բացի տառապանքից, նյութական աշխարհը չի նպաստում կենթանիակի հոգևոր զարգացմանը։ Ինքը մենակ իր մեջ կլանելու, իր մեջ զբաղացնելու գործընթացներով կարող է կենթանիակին բանանել, էլի, կարող է ազդել կենթանիակի վրա։ Եվ գիտակցությունը, որը ինքը ուղղված է դեպի դուրս, ինքը միշտ նյութական աշխարհում ակտիվ գործող է։ Հասկանում եք։ Եվ այդտեղ ինքը ձգտում է նյութական հարաբերությունների, նյութական աշխարհում ինչ-որ բան ունենալու, ինքը իրան շարունակելու, հա, աշխարհի վրա ազդեցություն ունենալու այդ գործողությունների մեջ։ Եվ այդ ժամանակ ազնվորությունը ինքը միշտ իր մեջ ունի այդ գաղափարները, որ ինքը պիտի ինչ-որ մի բան ստեղծի, որ ինքը ինչ-որ մի բանով ինչ-որ մի բան պիտի բանանի, տիրապետի ինչ-որ մի բանի, չէ՞, որ ինքը ինչ-որ մեկի միջոցով պիտի շարունակվի, հա, կամ ինչ-որ միտեղ պիտի կայանա։ Իսկ հոգևոր գիտակցությունը ինքը ունի ուրիշ կառուցվածք։ Ինքը ընդհանրապես այդ կարիքը չունի հաստատելու ինքը իրեն արտաքին որևիցե բանով, արտաքին որևիցե ռեզուլտատով։ Այդպիսի ազնվորության ներքին կենտրոնը ինքը կախված չի նրանից, թե արտաքին աշխարհում ինքը ինչ դեր ունի։ Հասկանում եք։ Դրա համար իրանք կարող են այդպիսի ազնվորությունները, իրանք հատկապես երբ որ իրանք Աստծո նվիրյալներն են, չէ, իրանք կարող են հրաժարվել ամենաբարձր դիրքերից, որից հիմա հաջորդ քայլով կհրաժարվեն գումարները, որտեղ չէ որ Բրահման հիմա առաջինը արարել է իրանց, չէ, մաքրության սկզբունքները, եւ ինքը առաջի հերթին ուզում է այդ անձնավորությունների վրա հենված լինի, որ նյութական աշխարհ արարի։ Հասկանում եք, բայց այդ գաղափարը ինքը սխալ է, որովհետեւ նյութական աշխարհ գալիս են կենթանիակները, որոնք իրենք ուզում են իրար սպանելու հնարավորություն ունենան։ Եվ գումարները այդտեղ չեն կարող մասնակցել իրենց մաքրության մակարդակով, դեռ իրանք ասում են կներես։ Հասկանում եք, եւ սա հոգեբանական տեսանկյունից շատ կարեւոր դաս է հոգեվոր մարդու համար։ Հասկանում եք, որ այդքան կարեւոր բանից արարել նյութական աշխարհը, գումարները իրանք շատ հանգիստ հրաժարվեն, հեսա եւ կասեն կներես հայր, մեզ այդ գործերի մեջ չխառնես, չէ, այսինքն սա չի նշանակում, որ ամեն մի, այսպես էլի, կարևորված նյութական գործողություն չի, որ ինքը իրական հոգևոր մարդու համար հրապուրելի է։ Հասկանում եք։ Այսինքն մարդը ինքը կարող է իրեն կարող են առաջարկել, այսպես ասեմ, չէ, մարդուն կարող են առաջարկել ինչ-որ այսպես շատ նշանակալից գործունեություն կատարել, չէ, բայց եթե ինքը իր սրտում արդեն ազատագրում է փնտրում նյութական աշխարհից, ինքը չի կարող այդ գործունեության մեջ բավարարվածություն ստանա եւ բավականին հեշտ հրաժարվում է դրանից։ Հասկանում եք, չէ, ուրեմն սրտի մաքրագործման տեսանկյունից այս տեքստը ինքը գումարները իրանք ցույց են տալիս, որ իրականում այն ազնվորությունները, որոնք իրենք ճիշտ գիտելիք են զարգացնում, նյութական աշխարհի ոչ մի երևույթ
իրանց վրա իշխանություն չունի։ Ինչու՞։ Որովհետև իրանք չունեն նյութական մարմնի կոնցեպցիա։ Եվ իրանք միշտ ընտրում են պարզ կյանքը, ինչու համար, որպեսզի հնարավորություն ունենան խորասուզված լինեն հոգևորի մեջ։ Իրանք ազատ են մարմնական կոնցեպցիայից, իրանք ազատ են այդ կեղծ ես տիրապետում եմ ինչ-որ մի նյութական իրի գիտակցությունից, իրանք ազատ են ջղայնությունից այն իմաստով, որ այս աշխարհի հետ չեն կապել ոչ մի հույս, որի փլուզման ժամանակ իրանց մեջ ջղայնություն առաջանա, չէ՞։ Այստեղ մենք անպայման պիտի ասենք, որ իմպերսոնալիստներն են, որ մենակ հանգստության մեջ են լինում, պերսոնալիստները իրանք կարող են անհանգստություն պահպանել, անհանգստություն զգալու բանը, բայց դուք պետք է նայեք, թե թեման որն է, այսինքն երբ է ինքը օրինակ ջղայնանում։ Եվ եթե ինքը ջղայնանում է, երբ որ վիրավորում են կամ պղծում են սուրբ բաները, ինքը Աստծո նվիրյալ է, այլ ոչ թե նյութական գիտակցության մեջ։ Եվ իր ջղայնությունը տրանսցենդենտալ է, այլ ոչ թե տգիտության գոյավիճակի մեջ։ Այս բաները մենք հետագայում շատ մանրամասը կնայենք, հասկանում եք։ Եվ գումարները իրանք այդ բոլոր այն բաները, ինչ որ մենք անցյալ տեքստում ենք նայել, այդ ամեն ինչից ազատ էին, հասկանում եք, հա։ Այսինքն, եւ երբ որ խոսվածվում է, որ այդ ներքին էներգիան գնում էր դեպի վերև, սա մի հատ շատ կարևոր սկզբունքի մասին է խոսքը։ Այս սկզբունքը ինքը ամենակարևորն է, որպեսզի մարդը ինքը կարողանա արիացիների դեպի հոգևոր աշխարհ տանող ճանապարհի մեջ լինի հաջողակ։ Հա։ Հասկանում եք, որովհետև այդ որ իրանց էներգիան վերև էր գնում, դա նշանակում էր, որ իրանց մեջ իրանց բանել վատ սովորությունների հետ պայքարի մեջ չեն, այլ որ իրական հրաժարումը ինքը ծնվում է այնտեղից, թե որ կենդանեակը իր կյանքի էներգիան մղում է ուրիշ ճանապարհով։ Եվ այդ վատ սովորությունները իրանք իրանցով են ընկնում ու վերանում, հասկանում եք։ Իսկ քանի դեռ կենդանեակի հոգին ինքը ուղղված է դեպի ներքև, ինքը պիտի հասկանա դեպի նյութական հաջողություն, դեպի ինքը պիտի հասկանա, որ սրտի կեղտոտվածությունների համար ինքը տալիս է բարենպաստ սնուցման կետ, հասկանում եք։ Եվ այդպես է լինում, որ երբ որ կենդանեակը ինքը ձգտում է դեպի հոգևոր գիտելիք, դեպի կենտրոնացում Աստծո վրա, դեպի ծառայություն Աստծո հանդեպ, հա, ապա այդ պարագայում ուրեմն այդ սրտի կեղտոտվածությունները նյութական աշխարհում, որոնք կան, ինքնախաբեությունից մինչև սեփականատիրական զգացում, չէ, իրանք բոլորը ուղղակի ոչ թե վերանում են, իրանք այս աշխարհում գոյություն են ունենում, բայց իրա վրա կորցնում են իրանց ուժը, հասկանում եք։ Եվ սա ինքը շատ կարևոր տրամադրություն է, որի մեջ մեզ օգնում են, որ մենք հաստատվենք 4 գումարները։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեցյուն ձեզ, բարի շաբաթ եմ մաղթում մեզ բոլորիս, մեր ազգի համար, մեր պետության համար, այս պահին կարևորագույն գծի ենք մոտենում այս շաբաթվա ընթացքում, եւ եթե ընդհանրապես ընտրությունները կարող են ինչ-որ մի դրական կամ ազատ կամքի բան լինեն, արդար տեղի ունենան, ապա կարծում եմ, որ մեր ազգի իմաստության մակարդակը իրականում որոշվելու է հենց այս ընտրությունների ընթացքում։ Միակ բանը, որ կարող եմ խնդրել իմ լսողներին, մի տրվեք էմոցիաների,
Մի հավատացեք այն ամեն ինչը, որ տեսնում եք կամ լսում, փորձեք որ պատկերավոր ասած 3 անգամ խորը շնչել ազդեցության տակ ընկնելուց առաջ, մի կորցրեք բանականության հիմքը, եղեք հավասարակշիռ վիճակում եւ հավասարակշիռ վիճակում տեր կանգնեք ձեր անձնական ձայնին։ Եվ եթե դա հնարավոր է իհարկե, թող լինի այն, որտեղ իրականում լինելու է այն, ինչին որ մենք այս պահին արժանացել ենք։ Իսկ եթե ոչ մի բանի չենք արժանացել, մեզ մնում է միայն խնդրել Աստծուն, որ մի վերջին անգամ մեր հանդեպ ողորմած լինի։ Եվ մենք այս անգամ ունենանք այնպիսի հնարավորություն, որ վերանայենք ինքներս մեզ եւ ավելացնելով մեր իմաստությունը հաստատվենք մաքրության վրա, որը կօգնի, որը ըստ ինձ իմ համոզմունքով միակ գործոնն է, որը թույլ կտա, որպեսզի մենք կայանանք եւ շարունակենք գոյությունը։ Ստեսություն։